Հրապարակ թերթը գրում է ՔՊԱ-ական պատգամավոր Սիսա Գաբրելյանի նախօրեի ելույթը 2 օր է քաղաքացիական պայմանագրում քննարկում են, համարելով ոչ մարդկային, ոչ բարոյական։ Քաղաքացիական պայմանագրում կարծում են, որ հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին։ Փոխարենը քաղաքացիական պայմանագրում անչափ գոհ են Արեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության պորտը տեղն է դրել։ Խմբակցությունում բոլորն անխտիր մոտեցել, շնորհակալություն են հայտնել Մկրտչյանին ելույթի համար։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 3 Արցախի ներկայացության մոտ բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներից շատերը Արցախում 2018 թվականին առաջիններից էին, որ հայտարարեցին սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Նույն այս անձինք նաև սերտ հարաբերությունների մեջ են Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկելու, պաշտոնանկ անելու համար։ Ու կարծես թե այս խումբը իր առջև պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնելու։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացությունը։ 3 ակցիայի մասնակիցները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում էին Արցախի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին։ Ամենաաբսուրդը սակայն այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ թալանին։ Պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել, իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։ Դիցուկ մեկին 3 ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը։ Յուրա հանգստացիր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա ունենալով 46 միլիոն պարտ 1000 դրամ չես վճարել։ Արցախցին, որին ուղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 միլիոն դրամ է ստացել նույն հիմնադրամից մեղվաբուծությամբ զբաղվելու համար։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Գյումրիում կրած պարտությունից հետո քաղաքացիական պայմանագիրը անթիվ անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում են քննարկել եւ եզրահանգել, որ պատճառը ընտրողների ակտիվ մասնակցությունն էր։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է մոտ 10,000 ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե քաղաքացիական պայմանագրինն է, այլ Սարիկինը։ Իդեպ 1 տարի մինչև 2026-ի ապրիլի կեսերը ավականին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել, օրենքն է արգելում։ Քաղաքացիական պայմանագրում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա եւ ավականու գործունեությունը կտապալվի, կգնան արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե ոչ, շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն։ Գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով Փաշինյանն օրերս ստացել է ամերիկացիների կողմից անցկացված ցոցացման փակ տվյալներ, որոնց արդյունքները սարսափելի մտահոգիչ են նրա համար։ Պարզվում է, որ եթե մինչև Գյումրու եւ Փարաքարի ընտրություններն անցկացված հարցումներով նրա վարկանիշը տատանվում էր 11-ից 12%-ի սահմաններում, ապա հիմա այն կազմում է մոտ 9%։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայասատ 1-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության համար։ Հայասատ 1-ը Հայաստանի առաջին մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակ է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այն նախագծվել եւ կառուցվել է Հայաստանում բազում տիեզերական հետազոտությունների լաբորատորիա եւ գիտական նորարարության եւ կրթության կենտրոն հիմնադրամների համագործակցությամբ։ Հայասատ 1-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն թերթը պարզել է, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50,000 Միացյալ Նահանգների դոլարի արժեքը։ Թռիչքից ավելի ուշ կարծիքներ տարածվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին։ Նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Թերթի տեղեկություններով Հայասատ 1-ը դարձել է պատուհաս Հայաստանի եւ կառավարության համար։ Արբանյակի թռիչքի առնչությամբ գլխավոր դատախազությունում վարույթ կա փողերի լվացման եւ կամ չարաշահումների վերաբերյալ։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 միլիոն դոլար է կազմում։ Գրում է թերթը։